Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 9։ Քննեցեք գրքերը, Հովհաննես 5:39 խոսք։ Այստեղ քննեցեք թարգմանված հունարեն բառը նշանակում է ճշգրիտ, ստույգ, ջանադիր ու հետևողական քննություն, ինչպիսին մարդիկ են անում, երբ ոսկի են փնտրում կամ որսորդները, երբ լարված գնում են որսի հետքերով։ Մենք չպետք է բավարարվենք պարզապես մեկ կամ երկու գլխի մակերեսային ընթերցանությամբ, այլ պետք է հոգու ճրագով ջանասիրաբար ձգտենք բացահայտել խոսքի թաքնված նշանակությունը։ Սուրբ Գիրքը քննություն է պահանջում։ Նրանում շատ բաներ հնարավոր է հասկանալ միայն մանրակրկիտ ուսումնասիրությամբ։ Այնտեղ կաթ կա մանուկների համար, սակայն նաև միս կատարյալների համար։ Հրեա ռաբիները իմաստությամբ են ասել, որ նյութական իրականությունն ամբողջովին կախված է սուրբ գրությունների ամեն մի խոսքից։ Տերտուղյանոսն էլ մի առիթով բացականչել է. «Ես հիանում եմ Սուրբ Գրքի կատարելությամբ»։ Այսպիսով ոչ ոք չի կարող օգուտ քաղել Աստծո խոսքից, եթե պարզապես աչքի անցկացնում այն։ Մենք պետք է փորենք և խորացնենք, եթե ցանկանում ենք դուրս հանել նրա մեջ թաքնված գանձերը։ Խոսքի դուռը միայն աշխատասիրության բանալիով է բացվում։ Մենք պարտավոր ենք քննել գրքերը։ Դրանք Աստծո կողմից են գրված և կրում են աստվածային դրոշտն ու կնիքը։ Ով կհամարձակվի թեթևամտորեն վերաբերվել դրանց։ Նա, ով անարգում է դրանք, անարգում է հենց Աստծուն, որը գրել է դրանք։ Աստված չանի, որ մեզանից որևէ մեկը թույլ տա, որ իր Աստվածաշունչը վկայի իր դեմ այն մեծ ու ահեղ օրը, երբ ամեն մեկս կկանգնենք Տիրոջ առաջ, հաշիվ տալու նրան։ Աստծո խոսքը կփոխհատուցի մեր փնտրտուքը։ Տերը մեզանից չի պահանջում մաղել հարդի հսկայական դեզը, որպեսզի այնտեղից ցորենի մի քանի հատիկ գտնենք։ Ոչ, Աստվածաշունչն արդեն իսկ զտված ցորեն է, այնպես որ պիտի ընդամենը բացենք շտեմարանի դռները և կգտնենք այն։ Սուրբ Գիրքը գնալով ավելի ու ավելի է բացահայտում իր գաղտնիքները, այն լի է անակնկալներով։ Սուրբ Հոգու առաջնորդությամբ այն իր հայտնության փայլատակումով լուսավորում է փնտրող աչքերը, հառնելով որպես մի հսկա տաճար, որ պատված է ոսկով և զարդարված զմրուխտով, սուտակով ու ամեն տեսակի թանկարժեք քարերով։ Չկա ավելի մեծ ձեռքբերում, քան սուրբ գրային ճշմարտություններն են։ Եվ ի վերջո, Սուրբ Գիրքը Տեր Հիսուսին է հայտնում. «Նրանք են, որ ինձ համար վկայում են»։ Հովհաննես 5:39 խոսք։ Աստվածաշունչն ընթերցանողների համար չկա սրանից ավելի զորավոր շարժառիթ։ Նա, ով գտնում է Տեր Հիսուսին, գտնում է կյանքը, երկինքն ու ամեն բան։ Երջանիկ է նա, ով քննելով սուրբ գրքերը հայտնաբերում է իր Փրկչին։